Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով։ Թող նրա սուրբ արյան պաշտպանությունը լինի ամենքիս վրա։ Թող նրա լույսը առաջնորդի մեզ։ Թող Հիսուսը, որ ճշմարտությունն է, հաստատվի մեր սրտերում։ Ճշմարտությունը սիրող մարդիկ լինենք, դեպի լույսը ձգվող մարդիկ լինենք, խավարը չսիրենք, մեր չար գործերը թաքցնողներ չլինենք, այլ Աստծո առաջ եկող խոստովանողներ, ապաշխարողներ լինենք։ Աստծո իմաստությունը, Աստծո դեմքը, Աստծո սերը փնտրողներ լինենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով նաև աղոթում եմ Տեր ընտանիքիս բոլոր անդամների համար, արյունակցական գծից բոլոր անդամների համար, հայ ազգիս համար, լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար, Տեր, ինձ համար, ու խնդրում եմ Տեր, որ մեզ նոր սիրտ տաս, որ մենք թե մեր սրտով, թե մեր մտքերով, թե մեր նպատակներով, մեր ցանկություններով, թե մեր գործերով, թե մեր խոսքերով, ամբողջ սրտով համահունչ լինենք քո հետ, նվիրված լինենք քեզ ու քո նպատակներին, մեր սրտերը քեզնից բաժան չլինեն, թիկունքով չդառնանք քեզ Տեր, այլ միասնական լինենք քո հետ, հաղորդության մեջ լինենք քո հետ, լսենք մեզ ինչ ես ասում, ընդունենք, ընկալենք եւ հաղորդության մեջ լինենք իրար հետ, անկեղծ լինենք քո հետ մեր հարաբերություններում։ Միայն Տեր, քեզ մեծարենք, միայն Տեր, քեզ երկրպագենք, քեզ փառք տանք, միայն քեզ հավատանք ու վստահենք։ Ու անենք այդ ամենը լիաթոք, ցանկանալով, ուրախությամբ, մաքուր սրտով ու հնազանդ սրտով։ Մեզ հոգու միասնություն տուր Տեր, մաքրի մեր միջից ամեն կեղծավորություն քո հանդեպ ու իրար հանդեպ։ Հեռացրու մեր կյանքերից ամեն բան ու ամեն ոգի, ով շեղում է մեզ քեզանից, հեռացնում մեր ուշադրությունը քեզանից ու քո խոսքից։ Տեր, թող մենք չլինենք մարդիկ, որ երեսք թեքեն քեզանից ու չենք լսի քո խրատները։ Թող քարականջներ չլինենք, Տեր, մեզ լսող, ականջ ու կատարող սիրտ տուր, Տեր։ Աստծո երկյուղ դիր մեր սրտերում, ով Աստված ամենակարող, որ քեզանից ընդմիշտ վախենանք ի բարօրություն մեզ ու մեր որդիների ու մեր սերունդների։ Հայր, բարիք արա մեզ, շնորհ արա մեզ ու Աստծո երկյուղ դիր մեր սրտերում, որ քեզանից չհեռանանք, այլ հեռանանք մեղքից, չարիքից, անհավատությունից, ինքնահավանությունից, գոռոզությունից, մեծամտությունից։ Ու եղիր մեր Աստվածը, ու մենք էլ քո ժողովուրդը, ու տնկի ու ազդատի մեջ ճշմարիտ հավատքի մեջ, Հիսուս Քրիստոսի մեջ, քո սիրո մեջ եւ քո հավիտենական թագավորության մեջ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մովսեսն ասաց Աստծուն. Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ եւ կասեմ նրանց. ձեր հայրերի Աստվածը ինձ ուղարկել է ձեզ մոտ, եւ եթե նրանք ինձ հարցնեն, թե ինչ է նրա անունը, ես ինչ պատասխան տամ նրանց։ Աստված ասաց Մովսեսին. ես այն եմ, որ եմ, կամ ես եմ, որ եմ, եւ ասաց. այսպես կասես Իսրայելի որդիներին. Էմը, ես էմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. այսպես կասես Իսրայելի որդիներին. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Այս է իմ անունը հավիտյան եւ այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Գնա հավաքիր Իսրայելի ծերերին եւ ասա նրանց.
ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. Արդարև այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում և ասացի. դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամհորացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Նրանք կլսեն քո ձայնը, դու և Իսրայելի ավագները կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. Եբրայեցիների Աստվածը, Տերը, հանդիպեց մեզ, հիմա թույլ տուր 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն։ Տեր, շնորհակալ ենք քո սուրբ խոսքի համար, քո հավիտենական խոսքի համար, քո նպատակների համար և այն, որ քո խոսքը միշտ կատարվում է։ Ոչ ոք չի կարող քո խոսքի դեմ կանգնել։ Քո խոսքը հաղթանակած է, Տեր։ Եվ հիմա, Տեր, խնդրում եմ, որպեսզի մեր սրտերի հետ խոսես, մեր մտքերի հետ աշխատես, որ քո այս խոսքերը անպտուղ չմնան, անհետևանք չմնան, Տեր ջան, որպեսզի մեր ականջները բացվեն։ Եվ Տեր, ես մեր մտքերը տալիս եմ քո իշխանության տակ, որպեսզի դու իշխես մեր մտքերի վրա, Տեր, եւ ոչ թե չարը, եւ ոչ թե մեր մարդկային սահմանափակ հասկացողությունը։ Ամեն։ Երեք խոսեցինք այն մասին, որ այրվող, բայց չսպառվող թփի միջից Աստված խոսեց Մովսեսի հետ, կանչեց նրան գնալ Եգիպտոս Իսրայելի ժողովրդին ստրկությունից ազատելու և Մովսեսը հարցրեց, որ գնամ, ինչ ասեմ, ով է ինձ ուղարկել, և Աստված բացահայտեց իր անունը Մովսեսին, որով Մովսեսը պիտի ներկայանար Եգիպտոսում ապրող Իսրայելի ժողովրդին ու նրա ավագներին։ Եվ Աստված ասեց իր անունը, ես եմ, որ եմ։ Խորությամբ խոսեցինք, ես եմ, որ եմ անվան մասին։ Լսեք այդ դասը ուշադիր։ Կարդացինք ու հասկացանք, որ դա նաև աստվածային տիտղոսն է, որ Հիսուսը ինքը օգտագործեց, որով մենք հասկանում ենք, որ Հիսուսը Աստված է։ Ասեցինք այն մասին, որ ես եմ, որ եմ եբրայերեն Յահվե անունն է։ Հիմա Աստված ասում է Մովսեսին, թե Մովսեսը ինչ պիտի ասի իսրայելցիներին։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. այսպես կասես Իսրայելի որդիներին. ձեր հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Եգիպտոսում Իսրայելի ժողովուրդը 400 տարի էր անցկացրել, ու 400 տարի անց Մովսեսը պետք է հայտարարեր այդ մարդկանց, որ Իսրայելի ժողովրդի համար ժամանակն էր վերադառնալ Քանան և գրավել այն երկիրը, որ Աստված խոստացել էր իրենց նախահայրերին։ Սա հավանաբար ու լիովին հակասում էր այն ամենին, ինչ ցանկանում էին Իսրայելի ավագներն ու ժողովուրդը։ 400 տարի նրանք արմատներ էին գցել Եգիպտոսում։ Նրանք հավանաբար ցանկություն չունեին վերադառնալ Քանան, ավետյաց երկիր։ Նրանք միայն ցանկանում էին ավելի հարմարավետ ու ապահով կյանքով ապրել Եգիպտոսում։ Նրանք ցանկանում էին այն, ինչ ամեն մարդ է ցանկանում։ Նկատենք, որ Աստված նախ խոսում է իր ժողովրդի հետ։ Գնա հավաքի Իսրայելի ավագներին և ասա նրանց։ Սկզբից Աստված խոսում է իր ժողովրդի հետ, իսկ հետո Աստված խոսում է աշխարհի հետ, նրանց հետ, որ դեռ իր ժողովրդի մասը չեն։ Եվ ասում է, նրանք կլսեն քո ձայնը, և դու և Իսրայելի ավագները կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան։ Աստված հաճախ է այդպես վարվում, հաճախ չի խոսում աշխարհի հետ, մինչև նախ չխոսի իր ժողովրդի հետ և չգրավի իր ժողովրդի ուշադրությունը։
այս է իմ անունը Հավիտյան, եւ այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Աստված այստեղ նկատի ուներ այս համարում նախկինում նշված անունը Տեր Աստված, որը բնօրինակում եբրայերենում Յահվե Էլոհիմ է։ Ես չգիտեմ, թե ինչու հայերենում դա այդպես թարգմանված չէ, բայց Յահվե Էլոհիմ, որ նշանակում է Տեր Արարիչ Աստված։ Հավիտյան բառը ընդգծում է նախ, որ Աստված ինքը հավիտենական է եւ նաեւ Աստծո հավիտենական հավատարմությունը իր ուխտին, իր խոստմանը, որ տվել էր իր ժողովրդին։ Եվ տեսնում ենք, որ Աստված կրկնակի անգամ ասում է Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը։ Նախկինում մենք խոսեցինք այն մասին, որ սա նրա համար է, որ մարդիկ հասկանային, որ սա ինչ-որ մի նոր Աստված չէր, այլ իրենց նախահայրերի Աստված, որ Աստված չի փոխվում, որ Աստծո ուխտը չի դադարում գործել, որպեսզի նրանք իմանային, որ սա ինչ-որ մի նոր Աստված չէր կանչողը, այլ իրենց Աստվածը։ Եվ քանի որ մեր հավատքը Աբրահամն է համարվում նաև մեր հավատքի նախահայրը, այդպես է ասում Աստվածաշունչը, Աստված, ում մենք հավատում ենք, նույն Աբրահամի Աստվածն է, նույն Իսահակի Աստվածն է, նույն Հակոբի Աստվածն է, ինչ որ մերն է, նա նույն Աստվածն է, մեր Աստվածը նրանցից տարբեր Աստված չի։ Բայց այն սուտը, որ մեր եւ մուսուլմանների Աստվածը նույն Աստվածն է, մեր կամ բուդդիստների Աստվածը նույն Աստվածն է, դա սուտ է, դա կեղծիք է։ Նրանք կլսեն քո ձայնը։ Մովսեսի համար սա մի կարևոր թանկարժեք խոստում էր Աստծո կողմից։ 40 տարի առաջ, երբ թվում էր, թե Մովսեսը ուներ եւ հարստություն, եւ ստատուս Իսրայելի ժողովրդին ստրկությունից փրկելու, Իսրայելի ժողովուրդը նրան մերժեց, որպես իրենց փրկիչ։ Անշուշտ Մովսեսը գուցե զարմանում էր, թե ինչու հիմա նրանք կլսեին իրեն, երբ հիմա ինքը ոչ մեկն էր, ոչ ստատուս ուներ, ոչ հարստություն, ոչ իշխանություն։ Բայց մեծ տարբերությունը այն է, որ հիմա նա ինքնագլուխ դա չէր անում, այլ Աստված էր նրան ուղարկում, Աստծո առաքելությունն էր կատարում եւ Աստծո զորությունը նրա հետ էր, եւ դրա պատճառով Իսրայելի ժողովուրդը լսելու էր Մովսեսին։ Դու եւ Իսրայելի ավագները կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ եւ կասեք նրան. Եբրայեցիների Աստվածը, Տերը հանդիպեց մեզ։ Հիմա թույլ տուր 3 օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն։ Աստված նախ փարավոնին ներկայացրեց կամ ներկայացնելու էր ավելի փոքր խնդրանքը։ Եվ սա խնդրանք չէր Աստծո կողմից, սա ճիշտ բառ չի, պահանջը, որպեսզի այն հնարավորինս գրավիչ լինի եւ հեշտությամբ ընդունվի։ Աստված դա արեց, որպեսզի փարավոնը որևէ արդարացում չունենա Աստծուն մերժելու եւ իր սիրտը կարծրացնելու համար։ Հիմա էլ Աստված Մովսեսին ասում է, թե ինչպես է գործը ընթանալու եգիպտացիների հետ։ Արդյունքը ինչ է լինելու։ Աստված ասում է. Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ Աստված սկզբից էլ գիտեր, որ փարավոնը կարծեցնելու է իր սիրտը ու թույլ չի տալու, որ Աստծո ժողովուրդը դուրս գա Եգիպտոսից։ Աստված նաև գիտեր, թե ինչ է պետք փարավոնի սիրտը շարժելու համար, եւ գալիք պատուհասներն ու աղետները Աստված նախատեսել էր արդեն որոշակի նպատակով եւ պատահականորեն չէին պլանավորված Աստծո կողմից։
Մովսեսը հարցրեց Աստծուն, թե ինչպես են իր իսրայելացի հայրենակիցները ընդունելու Եգիպտոսից ազատագրման լուրը, բայց Իսրայելի ժողովրդին Մովսեսի հետևից բերելը առջևում գտնվող պայքարի միայն մի փոքր մասն էր, իսկ ինչպես էին արձագանքելու եգիպտացիները, ինչպես էին նրանք երբևէ համաձայնվելու թույլ տալ, որ այս ժողովուրդը ստրուկ աշխատուժը լքի իրենց երկիրը։ Մովսեսը այդ մասին չի հարցնում, կարծես նրա մտքով դա չի անցնում, նա ավելի անհանգստանում է, թե իսրայելցիները ոնց կվերաբերվեն։ Բայց կարևոր էր նաև եգիպտացիների արձագանքը, նա պիտի նաև դրան պատրաստ լիներ, ու Աստված առանց Մովսեսի անգամ հարցնելու տալիս է այս չհարցված հարցի պատասխանը ևս։ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ, դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։ Միտքը բավականին պարզ է, որ փարավոնը հեշտությամբ բաց չէր թողնելու Իսրայելի ժողովրդին։ Ուստի Աստված ինքը մեծ դատաստան էր բերելու Եգիպտոսի դեմ, Աստծո ձեռքն էր գործելու, Աստծո զորությունն էր գործելու փարավոնի ու եգիպտացիների դեմ, համոզելու փարավոնին, թողնելու Իսրայելի ժողովրդին։ Դա մեզ համար դաս է չհակառակվել Աստծուն։ Նա միշտ հաղթանակած է, երբեք չի պարտվում, բայց մենք մեծապես կվնասվենք, մեր սրտերը կկարծրանան, երբ հակառակվենք ու ապստամբենք Աստծո դեմ, եւ ոչ միայն մենք, այլ մեր սերունդը, մեր երկիրը, մեր ազգը, ինչպես եղավ փարավոնի եւ եգիպտացիների հետ։ Եգիպտացիների աչքին շնոր գտնել կտամ այս ժողովրդին, այսինքն Իսրայելին, եւ երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա, այլ ամեն կին իր հարևանուհուց եւ իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր եւ ոսկե զարդեր, զգեստներ, դրանք կդնեք ձեր որդիների եւ աղջիկների վրա եւ կկողոպտեք եգիպտացիներին։ Աստված խոստացավ ամեն բան այնպես կազմակերպել, որը ոչ միայն կշարժեր փարավոնի սիրտը ու թույլ կտար, որ Իսրայելի ժողովուրդը գնա, այլ նաև կշարժեր յուրաքանչյուր եգիպտացու սիրտը, որպեսզի երբ Իսրայելի ժողովուրդը հեռանար, եգիպտացիները նրանց լիքը արծաթ, ոսկի եւ հագուստ տան։ Աստվածաշունչը օգտագործում է կողոպուտ բառը, բայց սա գողություն կամ շորթում չէր, սա համապատասխան վարձատրություն էր հարկադիր ստրկային աշխատանքի համար, որ նրանք իսրայելցիները արել էին եգիպտացիների համար տարիներ շարունակ առանց վարձատրության, բայց այս ամենը այնքան շատ էր լինելու, նրանք այնքան արծաթ, ոսկի ու հագուստ էին տալու եգիպտացիներին ու իրենց կամքով էին տալու, որ կարծես թե կողոպտված լինեին, դատարկվելու էին, որտեվ Իսրայելի ժողովրդից գողացել էին այդ ամենը նրանց ստրկային աշխատանքի դնելով եւ նրանց աշխատանքի դիմաց արդար կերպով նրանց չվարձատրելով։ Աստված ընդամենը արդարություն էր անում։ Բ օրինաց գրքի 15-րդ գլխի 12-ից 14 խոսքում տեսնում ենք, որ հետագայում հենց իսրայելցիների մեջ Աստված օրենք է դնում ասելով, որ եթե դու ստրուկ ունես եւ նրա ծառայության ժամկետը լրացել է, մի թող նրան ձեռնույնային, այսինքն դատարկաձեռն մի թող ստրուկը հեռանա։ Աստված չէր պատրաստվում թույլ տալ, որ Իսրայելը ձեռնունայն հեռանար Եգիպտոսի ստրկությունից, եւ այդպես էլ շարունակում է իր ժողովրդին սովորեցնել եւ ասում է՝ հիշեք, որ ժամանակին դուք Եգիպտոսում ստրուկ եք ու ես ձեզ հանեցի այնտեղից եւ ձեզ տրվեց այդ ամենը ոսկին, արծաթը, հագուստը որպես արդարություն, ուրեմն դուք էլ արդար վարվեք։ Աստված ներում է մեզ եւ ասում է նույն ներումը տվեք ուրիշներին, դուք էլ ներեք։ Նույն սկզբունքն է գործում։
Աստված Հիսուսի արդարությամբ արդարացնում է քեզ, ասում է դու էլ ների մեկ ուրիշին, որ նա էլ դառնա ինձ, որ նրան էլ Հիսուսով արդարացնեմ։ Ես սիրում եմ քեզ, դու էլ սիրիր։ Ես կարեկցանքով եմ լցված քո հանդեպ, դու էլ կարեկցանքով լցված եղիր։ Որտեւ եթե մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, ուրեմն մենք Քրիստոսին ենք ու Քրիստոսին ենք հետևում եւ պիտի անենք այն, ինչ նա է ասում։ Պիտի լինենք այնպիսին, ինչպիսին նա է։ Այսքան այսօր Աստված պահպանի եւ առաջնորդի ամենքիս։ Տեր շնորհ արա, փոխի մեր սրտերը, սեր լցրու քո խոսքի հանդեպ, քո հանդեպ, տապ, որը ոչինչ չի կարող հագեցնել, բացի քեզ հետ շփվելը։ Ամեն։